Հիմա խաղաղության համաձայնագիրը ինչու չի ստորագրում Նիկոլ Փաշինյանը, այսինքն ունի դրա ամբողջ լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու, այսինքն ինքը ասում է, եթե ընդդիմությունը գա իշխանության, այս խաղաղության համաձայնագիրը կխմբագրի, բա հիմա ինչի չի ստորագրում, հանուն պետության, եթե այդքան մտածում է ժողովրդի մասին, այդքան մտածում է տենց խաղաղության դարաշրջանի մասին, տենց երկարաժամկետ, բա թող ստորագրի, որ էլ ոչ մեկ չկարողանա այդ համաձայնագիրը հեչ անի։ Այսինքն տեսանք, որ Ադրբեջանը չի, իսկ ինչու չի ստորագրում Ադրբեջանը։ Ինչ որ բանա չէ ուզում Հայաստանից, Նիկոլ Փաշինյանից, Նիկոլ Փաշինյանը ասում է, բան չկա, ամեն ինչ լավ է, խաղաղությունը հաստատված է։ Հիմա այդ հասկանանք ինչ է ուզում Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից, որ Նիկոլ Փաշինյանը չի ասում դրա մասին։ Իսկ եթե խնդիր չկա, ինքը ասում է, որովհետեւ խնդիր մենք էլ չունենք, խաղաղությունը հաստատված է։ Ալիևն էլ է ասում։ Շատ լավ է, բայց ինչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին հենց վաղը ստորագրի ու պատմության մեջ մտնի ասի, ես Ադրբեջանի հետ խաղաղություն եմ ստորագրել։ Էլ ով ուզում է գա իշխանության, չենք կարա դնենք այդ միջազգայինորեն ճանաչված, խորհրդանում է ունի մեծամասնություն, Սահմանադրական դատարանում է ունի ազդեցություն։ Այս process-ը իրանից պահանջում է 2-3 օր։ Թող այսօր ստորագրի, խորհրդանում վավերացնի, Սահմանադրական դատարանն է հաստատի, որ հակասահմանադրական չի, ավարտենք այս process-ը։